Նոյեմբերի 23-ին սպորտային Ռուսաստանը արթնացավ լռության մեջ։ 98 տարեկանում կյանքից հեռացավ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ, սպորտի ամենապայծառ խորհրդանիշներից մեկը՝ Նիկիտա Սիմոնյանը։ Մարդ, որը ոչ միայն խաղում էր ֆուտբոլ, այլ ձևավորում էր մի ամբողջ դարաշրջան, վերածելով մարզադաշտերը միասնության, հույսի եւ երազանքի տարածքի։ Նիկիտա Սիմոնյանը մեծ ներդրում է ունեցել Ռուսաստանի ազգային ինքնության ամրապնդման գործում։ Վերջինս մեծանալով հայկական ընտանիքում իր կյանքը նվիրել է Ռուսաստանին, հայ ժողովրդի զավակը դարձավ իսկական ռուսական լեգենդ եւ ազգի սիրելին։ Հայ-ռուսական սպորտային հարաբերությունների զարգացման առաջնորդ Նիկիտա Սիմոնյանը երկար տարիներ եղել է երկու ժողովուրդների բարեկամական կապերի կենթանի կամուրջը։ Նրա անունը ոչ միայն խորհրդային ֆուտբոլի պատմության ցանկում է, այլև հայ մարզական մշակույթի։ Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանի փոխանցմամբ ֆուտբոլային լեգենդը հոսպիտալացվել էր դեռ նոյեմբերի 20-ին վատ ինքնազգացողության պատճառով եւ այնտեղ մնացել է 3 օր։